Տեքստիլ թաղամասի ֆուտբոլասեր երեխաներով հավաքվել ու իրենց թիմն են ստեղծել, խաղերը Բաքվում են կազմակերպել դասերից հետո եւ արձակուրդների ընթացքում սպորտով զբաղվելու լավագույն տարբերակն է նրանց համար։ Խաղահրապարակ ու խաղատաշտ չունենալն անգամ հետ չի պահել ֆուտբոլից, իսկ այս ամառը հաճելի նորությամբ է բացվել պատանի ֆուտբոլիստների համար։ Ամառային մարզումներն են անցկացնում նոր մարզադաշտում։ Երեխաների սպորտով զբաղվելու եւ առողջ ապրելակերպ վարելու խրախուսման նախաձեռնությունը թաղի բնակիչներից Ալբերտ Վարդանյանինն է։ Լավ խաղակ չեմպիոն դառնանք, որ մենք ցեզնով բարձրանանք, որ մենք Լալայանով բարձրանանք, աշխարհի ցանրամարտի ցանր քաշի չեմպիոնով, այդպես դուք լավ ֆուտբոլիստներ դառնաք։ Թաղի երեխաների սիրելի Ալիկ Պապը մոտ 30 տարի է Գյումրիում չի ապրում, բնակություն է հաստատել Միացյալ Նահանգներում, բայց ամեն ամառ գալիս է հարազատ քաղաք, ընկերություն է անում թաղի երեխաների հետ, տեսել է, թե ինչպես են անհարմար պայմաններում նրանք ֆուտբոլ խաղում։ Ալբերտ Վարդանյանի ցանկությունն է եղել իր հին թաղում մարզադաշտ կառուցել, որտեղ կկարողանան երեխաները սիրած սպորտաձևով զբաղվելու դառնալ շարունակողը Արարատ 73-ի երբեմնի ավանդույթների։ Արարատ 73-ի խաղացողների 50%-ը հրավիրված են Շիրակից, Այլո Շաֆուրման Աբրամյաններ, Լևոն Իշտոյան, Արկադի Անդրասյան, Հովհաննես Զանազարյան, 11 հոգուց 5-ը եղել են Շիրակի նախկին խաղացողներ, որոնք հրավիրվել են Արարատ Շիրակ ֆուտբոլային ակումբից։ Շիրակը եղել է Հայաստանի երկրորդ թիմը Արարատից հետո։ Տեքստիլ թաղամասի Տոլստոյ եւ Չայկովսկի փողոցների խաչմերուկի այս հատվածը նախկինում աղբանոցի էր վերածված։ Տնակների ապամոնտաժումից մնացած հսկայական շինաղբին կենցաղային աղբն ու այլ կոշտ թափոններն էին ավելանում։ Մոտ 500 քառակուսի մետր մակերեսով տարածքից 12 բեռնատար աղբ են հեռացրել։ Մաքրել են նաև շրջակա տարածքը, որ այն սպորտին ծառայի։ Աղբանոց էր, քարերը ամբողջը մաքրեց, սարքեց, շատ գեղեցիկ, տեսքին աչքին հաճելի տեսք։ Լրիվ իրամիջոցներով սարքեց երեխեքին այս մեծ նվերը արեց, որի համար երևի թե միշտ կհիշեն երեխեքը, սերնդեսերունդ կհիշվի ինքը։ Ֆուտբոլի մինի դաշտ ունենալու ձեռնարկին թաղի բնակիչներով են միացել, մեծով փոքրով, ով ինչով կարողացել է օգնել է Ալիկ Պապին։ Փողոցի բանուկ հատվածից մարզադաշտը հեռու է, անվտանգ ու հարմար միջավայր երեխաների համար։ Հետնել հարևանների տան ապակիները գնդակի հարվածներից չեն կոտրվի։ Մենք փողոցը քարով խաղայինք, սաղ մարկած շուշեկը կջարտեինք, սաղ բողոք էինք, բայց երբ որ Ալիկ Պապը դաշտը սարքեց, արդեն հեշ մարդու էլ չենք խանգարել։ Ու զարգենք կսաղի շուշեկը ջարտենք ու բողոք էինք, մենք խնդրեցինք Ալիկ Պապին ինքն է սարքեց։ Երբ մենք խաղում ենք փողոցներում, ավելի շատ ավտոմեքենաներ են գալիս եւ ինձ թվում է կարող է դա վատ վերջանալ եւ դա հիմա դաշտը որ կա, մենք խաղում ենք, շատ ապահով ենք։ Ալիկ Պապը երբ որ տեսավ, որ մենք փորձենք այստեղ ֆուտբոլի դաշտ սարքենք ու խաղանք, օգնեց մեզի ու սարքեց այս դաշտը։ 3 տարեկանից մինչև ես 73 եմ, բոլորս աշխատել ենք։ Նույնիսկ այն պահերով հող են վերցրել, տելեշկայով հող են տեղափոխել, երեխեքը, մանր երեխեքը, դաշտը մաքրել են, այստեղ լրիվ աղբանոց էր, այս աղբը լրիվ տեղափոխվել էր դաշտ։ Ամեն մեկը իրանց զոդողները, էլեկտրիկները, բոլորը այն որ ունեցել են այդ մասնագիտությունը, եկել են, ամեն մեկը իրանց գործը արել են։ Մեր բոլոր սաղ մեծից փոքր։ Ալիկ Պապի հիմնած մինի մարզադաշտը նաև անունն ունի։ Թորնիկը, ով եւս բնակվում է Լոս Անջելեսում, ցանկացել է, որ Յուվենտուսի անունով կոչեն։ Նա այժմ մարզվում է նույնանուն պատանեկան թիմում եւ այս մարզաձևում հաջողություններ ունի։ Ինքը այդ Լոս Անջելեսի մանկապատանեկական Յուվենտուս թիմի լավագույն խաղացողն է գալ, ասել սիրտն է թիմի։ Ու հույս ունեմ, որ եկող տարի մենք կտեսնենք իմ թորնիկին ամառային արձակուրդին այստեղ այս երեխաների հետ ֆուտբոլ խաղալուց։ Մինի ֆուտբոլի մարզադաշտը միայն տեքստիլ թաղամասի բնակիչներինը չէ։ Ալբերտ Վարդանյանն առաջարկում է մյուս թաղամասերում եւս ֆուտբոլային թիմեր ձևավորելու բակային հանդիպումներ կազմակերպել։ Մի նախաձեռնությունն էլ ունի հուլիս-օգոստոս ամիսներին մտադիր է ոչ միայն Գյումրիի, նաեւ մարզի բակային թիմերի մինի ֆուտբոլի առաջնություն կազմակերպել։ Եթե մրցաշարի, ասենք ինչ որ
պրիզ լինի, այդել մենք Ամերիկայից իմ ընտանիքը նորից ենք որոշակի գումար կտրամադրի։ Վարդանյանների ընտանիքը ցանկությունն ունի հաջորդ տարվա ամռանն էլ մինի ֆուտբոլի դաշտինքից մանկական խաղահրապարակ ստեղծել։ Տարածքի բարեկարգումն ու կարուսելների հարցը իր միջոցներով է լուծելու։ Մնում է տարածքում եղած աղբամանների տեղափոխման հարցը կարգավորել։ Դրա համար արդեն դիմել է քաղաքային իշխանությանը։ Մարինե Տերբինյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։